Շնորհակալություն հարգելի լրագրողներ, որ եկել եք մեր հրավերով։ Ուրեմն կուզեի այս պայդրությամբ առկա որոշակի փաստեր ներկայացնեմ, ընդհանուր առմամբ, որ եթերը չծանրաբեռնենք, հետագայում նաև պատրաստ ենք ձեզ գրավոր տեսքով տալ, ավելի մանրամասն գրված։ Ուրեմն ամենատարածված խախտումները առանձնացնեմ, հիմնականում պաստառներն են, որոնք թե Էջմիածին քաղաքում, թե հարակից գյուղական համայնքներում գրեթե համատարած բնույթ են կրում, մասնարապես ուրեմն այնպիսի արգելված վայրերում են փակցվում, որոնք ակնհայտ է, որ չպետք է փակցվեր եւ Ինչքան էլ որ մենք նկատել ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցները ձեռնարկում, որ դրանցից մի մասը հանվեն, այնուամենայնիվ դրանք շարունակում են փակցվում են նույնիսկ ոչ միայն չնախատեսված վայրերում, այլ նաև փոխադարձ հարգանքն է բացակայում մրցակից թիմերի միջև։ Մասնավորապես ունենք դեպքեր, որ մենք արձանագրել ենք, որ իրենց մրցակից թիմի պաստառները վնասում են, ոչնչացնում են կամ վրան փակցում են իրենցը, բայց այս անգամ մենք հայտնաբերել ենք նոր տեսակի խախտում, որ մինչ այդ այլ վայրերում չենք տեսել, մասնավորապես լուսանկարով ցույց կտամ, հետագայում եթե կուզեք կարող եք մոտենալ, ավելի մոտիկից տեսնել, տարբեր տեղերում արձանագրել ենք, որ ճանապարհային տրանսպորտային միջոցների, տարբերանշանների վրա են փակցնում, որ նման երևույթ ամեն դեպքում գոնե մենք չէինք հայտնաբերել, երկու լուսանկար եմ ցույց տալի տարբեր վայրերում, մոտիկից հետագայում կմոտենանք, կտանք, որ ֆիքսեք, Ունենք տեղեր, որ օրինակ գազալցակայանի կամ գազի խողովակի կամ ասենք էլեկտրասյուների, դրանց համար նախատեսված արկղերի վրա են փակցնում, կանգառներում, ընդհուպ ունենք արձանագրած, որ նույնիսկ նախորդ 4-5 տարվա վաղեմության նկարներ կան, այսինքն հիմնականում այն համայնքները, որ իրանք պատրաստվում են ղեկավարեն, նույնիսկ 5 տարի ժամանակում չեն էլ մաքրել իրանց հետևից նախորդ մասնակիցները, որը շատ տհաճ, օրինակ հանրային վայր կանգառ, որտեղ տեսնում եք, որ գրեթե բոլորինն է փակցված, կանգառում, որտեղ որ արգելված է փակցնելը, կամ հենց որ նախորդ ընտրություններից հետո մնացած պաստառի, ասենց աղբավայրի նմանվող վայրեր են, այս են ամենատարածված հասարակ խախտումներն են, շնորհակալություն մեր լրագրողական համայնքին, որոնք նաև իրենք են շատ մեծ հանրային վերահսկողություն իրականացնում, մասնարապես ունենք վիդեո, որտեղ Լիա Սարգսյանի կողմից կա հայտնաբերված հենց վարչական ռեսուրսի ամենատարածված, չգիտեմ, դեպքը, երբ որ համայնքապետարանին պատկանող մեքենայով համայնքապետանի վճարվող աշխատողները, համայնքապետանի կողմից վճարվող աշխատանքները աշխատանքային ժամին փակցնում են համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաստառը եւ փակցում են ոչ նախատեսված վայրում, մինչդեռ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ինքը պետք է պայքարեր այդ վայրերում չփակցնելու համար, մասնապես տեսել ենք, բազմաբնակարան շենքի պատին, որը ընդհանուր սեփականություն է հանդիսանում ամբողջ այդ շենքի բնակիչների ու չեմ կարծում, որ բոլորից ունեցել է համաձայնություն, որ փակցրել է։ Ունենք նաև այլ խախտումներ, մասնավորապես, որ ուժային մարմինները կամ իրավապահ մարմինները շատ անհամաչափ են գործում, մասնավորապես ունենք դեպք, որ հանձնաժողովի նախագահը իր տանը նստած օգնություն է բաժանում, որը օրենքով արգելված է եւ այս պահին ունի տնային կալանք, բայց օրինակ իր նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ չեն կիրառել, շատ գովելի է որ չեն կիրառել, բայց մեկ այլ դեպքում օրինակ մենք տեսանք, որ Մայր Հայաստանի շտաբի դիմաց օրինակ օնո, եթե չեմ սխալվում, բլոգերի նկատմամբ ֆիզիկական ուժեր կիրառվել ու դեռևս այս պահին մեզ հայտնի չէ, թե ինչն էր հիմքը, որ ուժ կիրառելով մարդուն բերման են ենթարկում, այսինքն ակնհայտ է, որ մի դեպքում շատ ճիշտ ձևով են մարդկանց բերման ենթարկում, մեկ այլ դեպքում ֆիզիկական ուժ են կիրառում, ըստ ականատեսի, որի վիդեոն նույնպես կա,
որևէ դիմադրություն ցույց չի տվել, չի պայքարել, այսինքն որևէ բան չի արել այդ բան, բայց ամեն դեպքում ըստ ականատեսի խոսքերի ուժ է կիրառվել։ Կուզենամ հատուկ շեշտեմ, որ հիմնականում այս պաստառների հետ կապված գրեթե բոլորը խախտումներ անում են, բայց ընդգծված երկու ուժ առնվազն բոլորից շատ, անգամներով ավելի շատ խախտում են արել, մասնավորապես համար 1 հաղթանակ կուսակցությունների դաշինքը եւ 7-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուներն են կամ նրանց շտաբի աշխատողներն են, որ շատ համատարած գրեթե ամբողջ քաղաքը, բոլոր գյուղական համայնքները, նույնիսկ այնտեղեր որ չեմ պատկերացնում, նույնիսկ եթե դա մասնավոր սեփականություն է, ես ամենայն դեպս չէի ուզենայի իմ նկարը այդ դեպքում կպցվել, այդպիսի դեպքեր էլ ունենք, այս ընդհանուրն է, մենք զուգահեռ հիմա նաև մոնիտորինգ ենք անում ֆինանսական մասը, պատրաստ չի այս բանը ներկայացնելու, որտեղ այսօր երեկվա դրությամբ հակակոռուպցիոն կոմիտեն, որ երեքօրը մեկ պետք է հրապարակի, երեկվա դրությամբ իրենց կայքում դեռևս նոյեմբերի 7-ի տվյալներն էր, բայց իմ համոզմամբ, որը չեմ պնդի այս բանին, բայց ակնհայտ է, որ այն գումարները, որ ցույց են տրվում եւ մենակ պաստառների վրա ծախսված գումարները պետք է որ չհամապատասխանի իրար, մասնավորապես հենց Էջմիածին քաղաք մտնելու հենց այն շեմին մի քանի տասնյակ, երբ չգիտեմ 5 տասնյակ կամ ավելի պաստառներ են փակցված, որոնք կարծում եմ ահռելի մեծ գումարների մասին է, ամեն դեպքում ասում եմ վերջնական չի, միգուցե պայմանավորվել են հետագայում վճարեն, ամեն դեպքում երբ որ թվերը կլինեն, մենք մեր ամփոփատերքում կներկայացնենք։ Ես ճշտով հարցնում եմ, որ ուժն էր մրցակցի պաստառի վրա եւ իր պաստառը փակել։ Ես ֆոտոներով ցույց կտամ կնայեք, օրինակ հիմա հաստատիչում եմ, որ երրորդ համարինը օրինակ պատրված ֆիքսել եմ, ես անձամբ եմ նկարել իմ հեռախոսով ու տենց դեպքեր կա, նույնիսկ մամուլում էլ կա, որ ցույց են տալիս, որ հենց մեկը մյուսի վրա է փակցում, բայց մեր մոտ էլ ֆոտոները կան, դրանք մի քանի տասնյակ են, պատրաստ եմ բոլորը ձեզ տրամադրեմ, դուք ինքներդ համոզվեք։ Ուրեմն գյուղական համայնքներում, այս պայդրությամբ Խոյ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը էլ են ճճացող դեպքերից ասեմ, հենց սկզբի օրը, որ քարոզարշավի սկզբի մեկնարկային օրը մեծ տոնախմբություն էին կատարել, ակնհայտ որոշակի նյութական արժեքներ ունեցող նվերներ էին տվել, ունենք դեպք նաև ցավոք սրտի, որ ներկայիս Էջմիածին քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մրցակից թիմի առաջի համարի բարեկամին ըստ իր ներկայացրածի աշխատանքից է ազատել, այսինքն դեպքերը շատ են, դրա համար եմ ասում, որ մենք ավելի լավ է գրավոր ձեզ ներկայացնենք, որպեսզի շատ չծանրաբեռնենք, իսկ վերջում էլ ամփոփաթերթով արդեն բոլորը իրենց հղումներով, մամուլում առկա տեսանյութերով, լուսանկարներով ձեզ կտրամադրենք։